Գործող իշխանության աշխատանքի մասին ինչ տեսակետ ունեք։ Արաքսը դանդաղագում, տեք արաքսը տուտանի։ Ափսոս արաքսը դանդաղագում։ Ինչ եմ այդպես մտածում, ազգացեղասպանությունը պիտի մի հատ ուրանանք։ Տեսնանք, որ թվին ով կա, ինչքան է եղել, ինչքան չի եղել, ինչքան մարդ է սպանվել։ Ծիծեռնագաբերդը քանդում են, ասում պիտի վերանորոգվենք, ես տարին որ չգնային, ծիծեռնագաբերդ։ Դե կասին վերանորոգ, մագաթող դանել չէին սարքի, մեկ տարին էլ արդեն պրծավ գնաց։ Արադ լեռը հանեցին, մեր սիմվոլն է դա։ Տեսեք, բանակը քանդվեց, մետրով Մաշտոցի նկարը, հա։ Ինչքան ազգային փառք կար, դպրոցից հանեցին։ Արցախը ասավ թոկա, Արցախին չի թոկ, մեր մեջքը ինչքան հեռու լինեն, այնքան լավ կլինեն։ Այնքան ասում Արևմտյան Ադրբեջան, որ բան ալնում։ Ասում բեր խոսույթը փոխենք։ Մենք չենք ուզում ուղարկենք հետեղ, դուք էլ խոսի ոնց է։ Ալմատ ալա քարտեզի վրա ցույց տուր այդ անասունների բանը, քարտեզը։ 1920 թվականին այդ անասուն Լենինը եղել է թաթար, դա մար թաթարներին տվել է։ Հողա տվել, սարքել, դա սարքել։ Մի հատ բեր նայ չես կարող խոսես։ Ամեստես բան ափսոս չէր Կարեն Դիմիրճյանը։ Դրա հորմյա սիլերտվեր սատկել էր։ Հա։ Ասմա թոշակառը։ Դուս եմ եկել, հենց չոլախեմ։ Հեսե չալիկն է երկու, որ իմ կյանքի մենակ մարդ եմ։ 10,000 դրամը ինչ ես անում։ 10,000 դրամը ինչ անում։ Բա դու 17 միլիոնը ինչ ես անում։ Կարում ես խարժես, մենք 10,000 դրամը չենք կարող խարժենք։ Սկզբում ասում էին բյուջեն փող չկա, 1000 դրամ թեկուզ չեն կարող ավելացնել։ Բայց ո՞նց դառավ։ Դա կա շարքա սա։ Սա կա շարքա։ Կա շարք ժողովրդին։ Միջև այդ ասում են դա չկա, չի դառնա, ես իմ ինչ կչի լինի։ Հա 10,000 ոնց կլինի 10,000-ը, այն երևի 10,000 դրամ կտան ժողովրդի փողը գցեն ոտքի վրա, ոտքերը կցավա, էլի շատ է ծանր 10,000 դրամը, բայց միլիոնները ծանր չի, էլի։ Հասկան, արտաքին պարտքին ինչքան դառավ զենք, եթե որ զենք ունես, եթե որ այդքան առել ենք զենքը, ուրեմն դառնում Ադրբեջան շատ ենք առել, միջ Բաքու, թող մենք գնանք, թափենք ծովը թողողալը սովորեն։ Ասֆալտ են արել։ Հա, բայ իհարկե ասֆալտ, այս ժողովուրդն է, իրոք որ սաղ քնած են, ես իմ ինչ են դառել ժողովուրդը, փոխանակ արթնանան, ես իմ ինչ լինեն, սա մեզ դեպի Կորուսյան են գնում, Թուրքացուն վիլայետ, հավատներ փոխել ենք։ Բանի մեջ ենք։ Հին հասարակ մի բան ասեմ, Պարսկաստանից բան են բերում, այդ տամոշնիով, անցակետով էլ այդ գնում են Հայաստան են դες առևտուր անում։ Առաջ 50 կիլո էր։ Հետո սարքեցին 25 կիլո, հիմա սարքել են 10 կիլո։ Այ ախպեր ջան, ինչ է սարքում 10 կիլո։ 2 միլիոն էլ չկանք, բաց թող ծնածը շատանա, այնքան երեխա բերեն, զոր քնամ ես պահելու։ Ուրիշ ոչ մեկը, բանակը թզորոսու, թող բերեն ուտեն, խմեն քեֆան են։ Ծնած շատանա, ոչ է մեկ երկուսը բերում, հրա թուրքերին այ միսոր լծվելու են։ Ստել որ Պարսկաստանից եկան ստել լծվան չէ, դες Թուրքիան չի թողում, ասում այս բերում քո տեղում ճամփարներ խմեն, որ ձրերը հացնա թե բուժ օգնությունա ցույց տամ։ Այստեղ որ եկան լծվեն, չեն կարող հանեք։ Հենց Թուրքիան 30 միլիոն ազեր կա ենքով։ Այս բանն Նախճանից բռնած մինչև Կասպից ծովը, թե Թավրիզով, Պարսիկը քիչա, ոչոն, հա, այդքանը, սա եկան ստել լծվեն, մեզ էլ խեղդելու են։ Ոնց կլինի վերջը։ Նարդի խաղանենք։ Ոչ մենք շատ հիասթափված։ Ես 2 անգամ ես իր ձայնս տվել եմ Սիրան։ 2 անգամ, բայց սխալվել եմ։ Չպիտի տայի, եթե որ տենց ալնում ինչ պիտի տայի։ Հետո 99 տարով պայման ասում Զանգեզուրը չեմ տալիս, մատներս կոտորես չեմ տա։ Ասում Ալիև ասում Միջանցքան մենք էլ ասում ենք Միջանցք չի։ Չէ, Ալիև ասելու է, դու պարտվածություն ես, ինքը ոնց կուզես, դու կարող ես խոսում։ Այսօր մի բառ ես ասում ես Արցախը Հայաստանն է, եկել ասում ես թե Արցախը բանը, Ադրբեջանի հողը, ոնց կլինի դա տենց։ Այդ վարչապետը ղեկավարը մի անգամ մի բան կասի, ճիշտ կասի, ժողովրդին ես չեն ֆռսնի, այս կողմ, այն կողմ, այս կողմ, այն կողմ, ոնց կլինի դա։ Եթե ժողովրդին եթե կարգին ղեկավարն իհարկե մենք էլ մեջքին կկայնեինք։ Ոչ թե այսօր Արովենը թուրքերը սա լծվել են։ Այն հարևան պետության մեջ կռիվ ոնց որ թե հարևան տունը բաժարանգել են դե նստած նարդ են խաղում։ Բերաշք են ուտում, ապրես։ Ամենად նայեք տեսեք ինչ է կատարում երկրում։ Նկարեք էլի սեսաններն է, այն էլ Անդրանիկն է։ Ասան ինչքան որ ոսկի դառնա գրպանը չես գցի, չեն գցի։ Հասկանում եք, գոնե հետմահու այս մարդուն տվեք բան, անհիչ է ազգային հրոստ կոչում։ Սա էս չունիք պահել։
Ո՞վ ինչի պիտի մոռանանք։ Հայ եթե ուզում, նորընտիր Հայաստան, ինչ Հայաստան։ Այգում ես աղջիկ ուզել, մատ տոհմածառը նայում ես, այդ հիմա բերես հայոց պատմությունն ասում ես հայոց պատմություն չի։ Ոնց կորում դա։ Հիմա մարդը մշեցյան մարդը ես իմ բանը այդ բանեցիա, չասի այդտեղից է, հա։ Ասի նորընտիր Հայաստանը, պատմությունը, բա մեզ պատմություն է, ենք մշակույթ է ունենք։ Կամ ընկել ես եկեղեցու հետևից։ Այն Գարիգին ես էլ չեմ սիրում, բայց մեր բանը զորքը վերակալ մտնում եկեղեցի։ Այսքի թուրքը տեն չի մտել եկեղեցու մեջը։ Եկեղեցին տեն ինչ մեղք ունի, եթե եկեղեցու դեմ չես դու։ Շատ բաներ կա, ոչ մեր ազգայինները ինչ որ կա չկա, գիտնականներին հավաքի, մեր հայ ազգը գիտնականները շատ ուժեղ է։ Են ատոմ որ սարքել եմ, հայ մատնելա խառը, ես մի գերում Արտյոմ Նիկոյաննա սարքել, բերեք, փողը տվեք, դրանց տվեք, սարքեն, հզորացեք, ռուսը մեր տեղակ չի կռել, ֆրանսիացին ոչ ոք չի կռելու, մենք պիտի կռվենք, հզորացեք, տես մեկ բան Պարսկաստանում ոնց Ամերիկայի ջարդը տալիս, ինչքան էլ ուզեն Ամերիկանի հզորա, տես պատասխանը տալիս է, ու զգուշացրել է բոլոր պետություն, որը եղավ ընդենը խփելու եմ, այդ խաղաղություն սուտակ, ինչ է ընտրություն, ասել եմ մի պատրում մի կրակը գոնե ընտրվեմ, հիմա եկել են մարդուկին են բաշում, դու լավ էլ դը խաղա էլի, ամութա էլի, հասկանում մեկ, ես մեկ սենց եմ ուտում, վարչապետ իրան ծանր կնայի, որ ժողորդը ասմասը հով անգերտ ասում ով ես դու, հիմա բոլոր ես աշխարհին ինքն է ներկայացնում ես հայ ազգին, որ տաղանդա որ առաջի ազգն ենք դա, բայց ամենահիմար ու սաղ ձեռ են առնում ես, այդ ազգի չենք դարձել արդեն, էլ են դե ինչ կար։ Վերաբնակեցման մասին է։ Հա, 300 հո, բա պարծը բելոդոնի, այսո բերավ դրավ, ինքն էլ կռիվը ստեղծելու է, հա, կռիվը ստեղծելու ասել է, չէ, դա տեն չկա, մլիցաներ են բերում, իրանց մլիցաները, կամ զորքը բերում են, արդեն սյունիկը վերցերից, իրանք էլ մեկին են, ինքը փողը տալիս է, միշտ տալիս է, ասելու այնքան ծնաճարեք, որ ոչում, բլասվելնու էստեղ Հայաստան չմնաց, էլ չեն ասելու Հայաստան, մի հատ ինչ-որ պետություն, հալա պետությունը չի մնալու, մեզ հզոր է պետք, հզոր մի հատ կարգին հայրենասեր ղեկավար լինի, մեղք ենք, ես հայ ազգը մեղք է, կռվող ենք, պաշտպան ենք մեր ինքնությունը, որ էքսմիսորը չի, նորից եմ ասում, ուրիշ ոչ մեկը չի գալ մեր տեղ կռվի, մենք պիտի կռվենք։ Ես էլ չոլախեմ եմ կգնամ, ես էլ երկու թուրք սպանեմ, լավ էլ կրակնեմ, սնայպերով երկու թուրք սպանում, ես երկում է դա։ Բայդեն որ ճանաչել էր հայոց ցեղասպանությունը, այդ դրոշն էր էլ։ Այն Ֆրանսիան որ մեր են Շարլանզորին լավ ձևով թաղեց, այս էլ մեր դրոշն է, բա մեր դրոշը բարձր պայք, եք միսոր կարող է, եթե որ տենցա հանեմ թուրքական դրոշ դնեմ։ Հա ինչ է եղել որ։ Դե այդ այլ մենք էլ խաղաղություն է, չէ։ Թուրքին այ քզնվենք էլ խաղաղություն է։ Ինչ ալելու։ Թուրք ասել է հայն պայելու եմ, այսինքն գիտեք, դու շատ լավ գիտեք, որ թանգարան պայել եմ մենակ մեկ հայ։ Են Սողոմոն Թեյլորանից չկան։ Տեսնում ես։ Վրեժ, պիտի վրեժ ու մենք լցվենք, ոչ թե Թուրքիա հետ ինչքան որ դա լավ դառնա, անդրենք հայ մեկ ոսկով առնում էր, որ շատացնի։ Վերջում ինչ ասին, ասյունապերախտ ասին, ինչ արեցին, են բանի որ օքել, բոլշևիկները օքել տանեն մեր ազգային հերոսին, փողանակ հերոս սարքեն, տանի սատկացրին։ Հասկանում ես, բա սենց մարդուն տենց բան կանեն,